Քո շրջապատում են բոլորն անդադար խոսում ներդրումներ կատարելուց։ Այսօր հենց դրա մասին եմ խոսելու։ Ինչ է ներդրումը և ինչ տեսակներ կան։ Եթե կարճ ներկայացնեմ, ապա ներդրում կատարելը ժամանակի ընթացքում գումարդ բազմապատկելու մասին է։ Հիմա տեսակների մասին։ Ներդրումային խնայողություն են համարվում արժեթղթերը, ավանդը, անշարժ գույքը, ինչպես նաև հուշադրամներ, թանկարժեք մետաղադրամներ, արվեստի գործեր ձեռք բերելը։ Դու կարող ես կատարել ներդրումներ գնելով բաժնետոմսեր այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են Apple-ը կամ Tesla-ն։ Այստեղ ռիսկերը կարող են բարձր լինել, բայց բարձր է նաև եկամտաբերությունը։ Կարող ես պարտատոմս ձեռք բերել, այսինքն պարտքով գումար տալ պետությանը կամ ընկերությանը, իսկ նրանք էլ կպարտավորվեն վերադարձնել այն որոշակի տոկոսադրույքով և մարման ժամկետով։ Տարածված են նաև թվային ակտիվները, օրինակ կրիպտոակտիվները։ Դրանք կարող են եկամուտ բերել, բայց կարող են նաև շատ ռիսկային լինել։ Ուստի այդպիսի ներդրում կատարել պետք է անել այն գումարով, որը պատրաստ ես և կորցնել։ Անցնենք ավանդներին։ Դրանք լինում են մի քանի տեսակների։ Օրինակ, ժամկետային, երբ հստակ ժամկետով ես դնում, կուտակային, երբ պարբերաբար գումար ես ավելացնում, և ցպահանջ, երբ գումարդ շատ հեշտ հասանելի է, օրինակ քարտիդ վրա է։ Մի փոքր էլ անշարժ գույքի մասին։ Անշարժ գույք ունենալը նշանակում է, որ դու կարող ես ամսական եկամուտ ստանալ վարձակալությունից, սակայն դրամական հոսքերի և երկարաժամկետ աճի լավ համադրություն է։ Սկսիր փոքրից, սովորիր քո փորձից, խնայիր, կատարիր ներդրումներ, եղիր բարեկեցիկ։